Հոկտեմբերի 6-ին Մասիս քաղաքի երկաթգծի կայարանում հաճելի իրարանցում էր։ Այդ օրը համաշխարհային նոր ռեկորդ էր սահմանվելու։ Օրվա հերոսը Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Խաչիկ Թումեյանն էր։ 48-ամյա դյուցազնին ոգևորելու եւ նոր ռեկորդին ականատես լինելու են եկել հարյուրավոր մարդիկ։ Գինեսի ռեկորդների գրքում կատարվող խմբագրմանը ներկայ էին նաեւ հայրենական սպորտի ղեկավարները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Վերջապես մոտեցավ երկար սպասված պահը։ Իրար կցված 6 վագոն, 411 տոննա ընդհանուր քաշով։ Խնդիրը այս ծանրությունը մեջքից կապած ճոպաններով տեղաշարժելն է։ Խաչիկ Թումեյանը պատվով կատարեց իր խոստումը։ Նա 411 տոննա կշռող վագոնների շարքը քաշեց 2 մետր 85 սանտիմետր եւ համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց, գերազանցելով նախորդ ռեկորդը 101 տոննայով։ Նախորդ չէի մտածել, որ կարող է սահմանել այդպես ռեկորդներ։ Զնգան շրջանը 97 թվից փորձ եմ արել 260 տոննայի վրա հավերագրական կինոյի մեջ նկարագրվելու համար։ Կարողացա քաշել, դրանից հետո եկա ասեմ եք չել ավելացի, էլի կարողացա քաշել, հետո նոր այսօր արդեն սահմանեց այդ ռեկորդը, այսինքն 412 տոննան, որը գրվեց աշխարհի Գինեսի գրքում։ Խաչիկ Թումեյանին առաջինը շնորհավորեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Շնորհավորում եմ աղջիկին, ամենակարևորը պատմության մեջ կգրվի, խնդիր չկա, դեպքի մեջ կգրանցենք։ Գագիկ Ծառուկյանը հաճելիորեն զարմացած է։ Այս մարդն արտաքուստ աչքի չի ընկնում սպորտային տվյալներով, սակայն արյուտես գերբնական ուժի շնորհիվ իզորու է շարժել 411 տոննա կշռող վագոնը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը խոստացավ օգնել Խաչիկ Թումեյանին եւ նրա հայրենի գյուղին։ Գագիկ Ծառուկյանը վստահ է, Հայաստանում գերբնական ուժով օժտված մարդիկ շատ են։ Հարկավոր է միայն բացահայտել նրանց տաղանդը։ Շատ զարմացած եմ, հիացած եմ եւ ուրախացած եմ, որ ամենակարևորը դա մեր հայ ազգի ներկայացուցիչը կատարեց, ռեկորդ սահմանեց 100 տոննայով ավել։ Իհարկե իմ համար էլ զարմանալի էր, որ ասենք թե հիմնականում դա տեխնիկայի շնորհիվ է թե ուժի, տեսնելով որ այսպես արտակարգ ինչ որ մկանային, ես չգիտեմ դա ինչ խնդիր էր, բայց մարդը քաշեց։ Դա պատմությունն է, հայ ազգի պարծանքն է, որը դյուցազնագրքում գրվելու է եւ ամեն մի ընթերցող տեսնելով, որ այո ռեկորդագիրը հայ է եղել։ Մենք էլ շատ ուրախ ենք, հպարտանում ենք եւ ես իր երեխային էլ տղային էլ առաջարկեցի ուշադրություն դարձնել, որ այդ երեխան էլ երբ ավելի տաղանդավոր կլինի, քանի որ այդ ծնողից է եւ կարող է մեր հայ ազգի պատիվը մարզաշխարհում բարձր պահել։ Հավելենք միայն, որ Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես ընդգրկվելու համար ռեկորդի փաստն արձանագրող տեսանյութը պետք է ուղարկվի Լոնդոնում գտնվող Գինեսի ռեկորդների գրքի գրասենյակ։ Կարո Պողոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Մեհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։